Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայու փողոցն այժմ ավելի մաքուր տեսք ունի։ Փողոցի աղբյուրից հոսող ձնհալքի եւ անձրևաջրերը այլևս չեն հեղեղում տարածքը եւ բնակիչների համար տեղաշարժվելու դժվարություններ արդեն չեն ստեղծվում։ Նախկին վիճակի մասին բնակիչները ներկայացրել էին Գավառի համայնքապետարան։ Խնդրի լուծումը չի ուշացել։ Ձմեռը սորուցել մեր եղեք 15 կոնմիտին։ Շատ ահավոր վիճակ է։ Մենք գոհ ու շնորհակալ ենք Ընկեր Մարտիրոսյանից։ Մի ամիս չքաշեց, մարդը եկավ, մինչով դասավորված տվեց սարքել, կուլտուրական փողոցել է, ամեն ինչով ժողովուրդը ուրախ է։ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվել է շուրջ 400 մետր երկարությամբ ջրահեռացման եւ ոռոգման համար նախատեսված նոր համակարգ։ Տեղադրվել են երկաթբետոնյա բաքեր եւ անցումային երկաթյա խողովակներ։ Շատ ընտիր բան արավ մեր քաղաքապետը, որի համար շնորհակալություն։ Ասենց չերել է երբեք, այն կողմից էլ դրվավ էսել հիմի ջուրը գալիս է, պատերը չորացել է։ Կատարված աշխատանքների արդյունքում նաև հնարավոր է այս տարի տնամերձերի ոռոգումը կազմակերպել։ Բնակիչներն ասում են, որ ոռոգման հետ կապված դժվարությունների պատճառով հողամասերի մեծ մասը չէր մշակվում։ Այս խնդրով լուծում ենք ոռոգման ջրի կորուստի հարցը, որը գրեթե իսպառ վերանալու է, որտեղ ջրատարները հիմնականում կառուցվել են երկաթբետոնյա բաքերով, որը հնարավորություն կտա մեզ խնայել մեր ջուրը, իսկ ջրահեռացման համակարգերը հիմնականում վնաս էին հասցնում գոյություն ունեցող ասֆալտբետոնյա շերտերին, խանգարում էր ոսկե, ուստի նպատակահարմար գտանք անցկացնել ջրահեռացման համակարգ, որպեսզի զերծ պահենք հնարավոր վնասումներից։ Ոռոգման եւ ջրահեռացման համակարգի կառուցումն արժեցել է 6 միլիոն 800 հազար դրամ։ Գումարի 75%-ն հատկացվել է պետական, 25%-ը համայնքի բյուջեից։ Ալվարդ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։